Բարև ու բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Ես Էմիլիան եմ ու այս խոսակցական վիդեոն իրականում իմ ալիքում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է, ինչ որ ժամանակը մեկ հավեսս տալիս է, ինչ որ sense խոսակցական վիդեո նկարել։ Բայց եթե առաջին անգամ եք ինձ տեսնում, առաջին անգամ ես իմ հետ, հանդիպում, պատմեմ միած sense կարճ իմ մասին։ Ես բլոգեր եմ ու իմ YouTube-յան ալիքը արդեն մոտավորապես 4 տարի է ինչ կա, ու այս 4 տարվա մեջ ես ստաբիլ, կարող է ուշ, բայց ստաբիլ վիդեոներ եմ տեղադրում, ու իրականում sense լեզուս չի պտտվում ասեմ, որ ես բլոգեր եմ, որովհետև երբ նայում եմ ուրիշ բլոգերների, ովքեր ունեն 100,000 պլյուս subscriber-ներ, 100,000 պլյուս հետևորդներ ու բլոգը մոնետիզացնում են, որպես պրոֆեսիոնալ աշխատանք են ընդունում, իմ YouTube-յան ալիքը 8,000 հետևորդով այս պահի դրությամբ, այդքան էլ ինձ չի տալիս այդ վստահությունը, որ ես ասեմ, ես Էմիլիան եմ, ես բլոգեր եմ, բայց իմ ազատ ժամանակ, որպես հոբի, ես զբաղվում եմ YouTube-ով։ Հիմնականում YouTuber եմ, հիմնականում YouTube-ում եմ տեղադրում վիդեոներ, Instagram-ում ուղղակի սիրում նկարներ։ Instagram-ում տենց Reels-երով չեմ փորձում առաջ գնալ, հասկանում որ այդ իմ մոտ այդքան էլ չի ստացվում ու ինձ այդքան էլ դուր չի գալիս անկեղծ ասած ու իմ ֆորմատը ավելի շատ sense YouTube-ի վլոգներն են, խոսակցական վիդեոները եւ այլն։ Նախ մի հատ disclaimer, մինչև սկսելը այս podcast-ը, որ այս վիդեոն ես ուզում եմ sense մինիմալ edit անել, ինչքան քիչ այդքան լավ, ու պատրաստվեք, որ լինելու է sense մի հատ երկար, թոթոլ մի ժամանոց վիդեո, մի ժամանոց podcast, որը կարող եք նայել, կամ ուղղակի միացնել ինչ-որ ֆոնի վրա լսել, ու կարող է լինեն sense ինչ-որ պաուզաներ տեղ-տեղ, քանի որ ամբողջ վիդեոյի վրա նորից չեմ կարողանալու անցնեմ ու ինչ-որ edit անեմ, բայց ինձ թվում է այս էլ ունի իր պլյուսերը, լավ կողմերը, որովհետև այս տիպի վիդեոներ ես ինքս շատ եմ սիրում նայել, լսել, ավելի ճիշտ, օրինակ ամանները լվալուց, կամ երբ որ ինչ-որ մեխանիկական աշխատանք եմ անում, ուզում եմ ինչ-որ բան կողքից լսեմ, երբ որ աուդիոգիրք, այդ պահին ինչ-որ աուդիոգիրք չեմ լսում, այլ ուղղակի ուզում եմ ինչ-որ մի հատ sense podcast լսեմ հետաքրքիր, բայց չեմ էլ ուզում ինչ-որ պրոֆեսիոնալ, ինչ-որ научный, scientific, նորից բարերը խառնում են ուղղակում ես գիտական podcast-ներ չեմ ուզում լսեմ, այլ ուղղակի sense ինչ-որ մեկին, ով որպես ընկեր է ինձ, ու պատկերացնեմ, ասենք ինչ-որ վիդեո call-ի մեջ եմ, ինչ-որ զանգի մեջ եմ, ընկերոջս հետ ուղղակի իրան եմ լսում։ Ամբողջ այս podcast-ի ընթացքում ես կարող եմ օգտագործեմ լիքը ռուսերեն բառեր, լիքը անգլերեն բառեր, ինձ թվում է այդ նորմալ է բոլորի մոտ, շատ նորմալ է օգտագործել տենց ուրիշ լեզվով բառեր, որովհետև եկեք անկեղծ լինենք փոքրուց, մենք նայել ենք մուլտֆիլմներ, ֆիլմեր ռուսերենով, ես ընդհանրապես փոքրուց չի եղել, որ ինչ-որ հայերենով ազգուչկա դոբ արած ֆիլմեր կամ մուլտֆիլմներ լինեն։ Այն հին ժամանակներ Gen Z-ի համար եմ ասում, հիմա հələ նոր սկսել են հայերեն թարգմանել ամեն ինչ, բայց փոքրուց հիմնական այդ մեդիան consume ենք արել, նայել ենք ռուսերենով, արդեն ինչ-որ ժամանակ անց այդ ռուսերենը փոխարինվել է անգլերենի մոտ, ու հիմա այսպես իմ ուղեղում բոլոր բառերը խառնված են, ու ինձ թվում է թե sense բոլորի մոտ է այդպես, բայց հիմնական այն մարդկանց մոտ, ովքեր աշխատում են ուրիշ լեզվով, ինպես օրինակ անգլերեն եմ աշխատում, մայրենի լեզուս հայերենն է, խոսում եմ հայերենով ընտանիքիս հետ, ամուսնուս հետ խոսում եմ ռուսերեն, ուկրաիներեն, ամուսինս ուկրաինացի է, երևի այդ էլ ամենավիդեոյի սկզբի մասերից պետք է լիներ ասեի, որ ես ամուսնացած եմ, ու ապրում եմ Իսպանիայում, այդ էլ 4-րդ լեզուս։
իսպաներեն, որովհետև Իսպանիայում դուրս եմ գալիս ու խոսում եմ իսպաներեն։ Նենց որ ինձ թվում է ինձ կներեք, եթե վիդեոյի ընթացքում անդադ տարբեր բառեր օգտագործեմ, տարբեր լեզուներից բառեր օգտագործեմ։ Նախ մի հատ sense կարճ իմ մասին եմ ուզում պատմեմ։ Ինչպես ասեցի, ես ապրում եմ Իսպանիայում ու տեղափոխվել եմ մոտ մի տարի առաջ։ Դրանից առաջ մի տարի ապրել եմ Հայաստանում, իսկ դրանից առաջ էլ մի տարի ապրել եմ էլի Իսպանիայում, բայց ապրել եմ Վալենսիայում ու սովորել եմ Վալենսիայի համալսարանում մագիստրատուրա ու ամբողջ այդ իմ սովորելու, համալսարանում սովորելու մասին լիք վլոգներ կան իմ էջում, կարաք մտնեք նայեք։ Իսկ հիմա ես ապրում եմ Բարսելոնայի մոտ քաղաքում, Բարսելոնայից 50 րոպե մի ժամ հեռավորության վրա գտնվող ու ծովափին մոտ։ Հենց հիմա ես ինձ կարում եմ նայեմ պատուհանից, այսինքն բալկոնի պատուհանից դեպի բալկոն եմ նայում ու այնտեղ ծովն է։ Շատ երևի երկար որոշում է եղել լիքը ծանր թեթև անելով տեղափոխվելը, բայց երևի թե այս որոշումը չի էլ կայացնի, եթե մի հատ մեծ ֆակտոր չլիներ այս ամեն ինչում, այն, որ իմ ամուսինը հայ չի։ Իրականում այդ մի տարին Հայաստանում, որ մենք ապրել ենք, այս վերջին երկուսիս համար էլ Հայաստանը շատ հետաքրքիր է եղել։ Այսինքն Հայաստանում ապրելը եղել է շատ հետաքրքիր ու շատ սիրել ենք Հայաստանում ապրելը, Հայաստանում կյանքը։ Բայց երբ որ կա հնարավորություն Եվրոպա տեղափոխվելու, իհարկե այդ հնարավորությունից պետք է օգտվել։ Ես մինչև հիմա շատ սիրում եմ Հայաստանը ու երևի թե ոնց ասեցի, չէ տեղափոխվի, եթե այդ մեծ այդ հնարավորությունը չլիներ։ Ամեն անգամ հիմա ես պլանավորում եմ իմ Հայաստանի ճանապարհորդություն դեպի Հայաստան, ու եթե առաջ ուղղակի ապրում էի Հայաստանում, ընդունում այն ինչը ոնց կա Հայաստանում, որ հենց այտենց էլ պետք է լինի, որ շատ հեշտ է ուտելիք պատվիրել, ինչ որ ուզես կգտնես on-line պատվիրելով, կարաս գնաս հանգիստ մաս կտրելու, ֆենելու, կոսմետոլոգիական բոլոր ծառայությունների ուրիշ ու չմտածես, որ միլիոններ ես ծախսելու այդ ամեն ինչի վրա, ու դարել եմ այդ հայերից, որ ամեն անգամ Հայաստան գալուց ինձ ցուցակ են գրում, թե ինչ պետք է անեն։ Ու երևի թե այդքան իմ տեղափոխությունները դարել են այն պատճառը, որ ես չունեմ ընկերներ, ու այդ sense մի փաստ է, որը ես լրջորեն ասում եմ, հա, ու որ հասկանաք այդ պահի լրջությունը ընկերներ չունենալու, ես կարամ այդ բացատրեմ sense, որ օրինակ բացում եմ իմ Instagram-ի նամակները, direct message-ները, վերջին գրածը այդ իմ քույրն է, երկրորդը մամաս է, երրորդը քույրս մամաս group chat-ը, չորրորդ chat-ը 2024 թվականի chat-ը, ինչ 14, 2024 թվականից, 2 տարի առաջվա, որ օրինակ գրել եմ ինչ-որ հայկական Հայաստանի ինչ-որ beauty salon-ի կամ ինչ-որ տենց Instagram-յան էջի ինչ-որ մի բան եմ հարցրել։ Պահի լրջությունը էլի մի հատ ուրիշ ձև է կարամ բացատրեմ, որ օրինակ հիմա եթե ինձ ասեն մեկին ուղղակի բացի ու նամակ գրի, բարև ոնց ես, ով քո հետ ինչ-որ բարեկամական կապ չունի։ Ես տենց մի հոգի չունեմ, այսինքն բացի ընկերներից նաև կարամ նշեմ ծանոթներ, հա, որովհետև ընկերը երևի մի քիչ ուրիշ նկարագրություն ունի։ Ու էդ էլ դարել է երևի այդ մի հատ մեծ նախադրյալը, պատճառը, sense ուղղակի կամերայի առաջ խոսալու, ամբողջ ինտերնետի, ամբողջ YouTube-ի առաջ,
որ ինձ չի շրջապատում, իմ շրջապատում չկա մի մարդ, ում հետ ես կարամ խոսեմ իմ հետաքրքրությունների մասին, ինչ-որ թեմաներ քննարկեմ, ու որպես սովորական մարդ, ինձ թվում է այդ human connection-ը, հա, մարդկային կապը շատ կարևոր է, բացի նրանց մարդկանց հետ շփումը, այլ հիմնականը երևի, որ ինքդ քեզ արտահայտես, կարծիքդ արտահայտես, կիսվես, որովհետև շատ անգամներ լինում է, որ ինչ-որ ամենաբանալնի բանն եմ ասում, ֆիլմ եմ նայում, ինչ-որ Instagram-ի Reels եմ տենում ծիծաղալու, մեմ եմ տենում ծիծաղալու, գիրք եմ կարդում, ուզում եմ ինչ-որ մեկի հետ կիսվեմ, քննարկեմ, ինչ-որ մեկի հետ կիսվեմ այդ ծիծաղալու Reels-ով, վիդեոյով եւ այլն, ու տենց մարդ գոյություն չունի, ով ինձ բարեկամ չի, սենց փակագծերի մեջ միշտ որ ասում եմ գոյություն չունի տենց մարդ, ով ինձ բարեկամ չի փակագծերի մեջ, արդեն պատկերացրեք ասված, ու մեկ-մեկ ես մտածում եմ, որ հա, շատ բաներ են ազդել նրա վրա, որ ես հիմա չունեմ ընկերներ, ու դրանցից մեկը եւ այնա, որ ես շատ ճանապարհորդել որ նույնիսկ տեղափոխվում եմ, տարբեր տեղեր եմ ապրում, ու կոնկրետ ինչ-որ բուն տեղ չկա, որ ես մնամ ու այդտեղ ընկեր գտնեմ ու շփվեմ մեկի հետ, բացի դրանից նաեւ մի պատճառ է այնա, որ ինձ թվում է մեծանալով, հա, շատ ավելի դժվար ու դժվար է լինում ընկերներ գտնելը, որովհետև ոչ մեկ այլ ժամանակը չունի հատկացնելու, ու ինձ թվում է մի կողմի տեղ էլ ես էլ կարող եմ մեղավոր լինեմ ինչ-որ պահերում, որ ինքս էլ, հա, այդ ժամանակը չեմ ունեցել, ռեսուրսը չեմ ունեցել ընկերություն պահելու, բայց լինում են պահեր, շատ պահեր, որ հասկանում եմ, որ այ կուզեի, որ ինչ-որ մի ընկեր ունենայի, ում հետ կկարանայի կիսվեի, ում հետ կկարանայի գնայի կաֆեներ, զրուցեի եւ այլն, չգիտեմ ինչքան մարդ կա, որ ինձ կհասկանա այս պահում, ով կկիսի իմ զգացմունքները, ով եւս ինպես է, միայնակ, բայց անցած վիդեոյից տակ, երբ որ ես մի կարճ վիդեո էի արել, էլի, սենց խոսակցական ես չունեմ ընկերներ, կային շատ մարդիկ, ովքեր կիսել էին ես նույն զգացմունքները ու նույն դրությունը, ու իրականում այդ ինձ սենց ավելի հանգստացրել էր, նրանով, որ ես հասկացա, որ ես անգամ մենակ չեմ, հա, միայնակ լինելով, այդ միայնության մեջ ես մենակ չեմ, կան լիքը մարդիկ, ովքեր կիսում են այդ նույն զգացմունքները ինձ հետ, ու այդ 2 տարի առաջ էր, մինչև հիմա ոչ մի բան չի փոխվել, ես էլի չունեմ ընկերներ, բայց հիմա շատ ավելի հանգիստ է այդ ամեն ինչը գնում, հա, շատ հանգիստ եմ տանում, այլ որպես փաստ, այն ժամանակ էլ էլի հանգիստ էի տանում որպես փաստ, բայց հիմա արդեն լիարժեք ես հարմարվել եմ նրան, որ ես երբ որ ինչ-որ հետաքրքիր մի բան եմ ուզում անեմ, ինչ-որ մի բանով եմ ուզում զբաղվեմ, ինչ-որ հոբբիով եմ ուզում զբաղվեմ, ես մենակ եմ, ու մենակով կարամ այդ անեմ, ու այդ ամոթ չի, այդ դրանց ընդհանրապես ես չպետք է քաշվեմ, պարտադիր չի, որ լինի ինձ հետ ինչ-որ մեկը, որ ես կարողանամ զբաղվեմ նրանով, ինչի ինձ դուր է գալիս, օրինակ ուղղակի գնամ կաֆե, կոֆե խմելու մենակով, կամ գնամ զավտրակ անելու մենակով, ճիշտ է, հիմա կասեք ունես ամուսին, հա, ամուսնուդ հետ ամեն ինչը կարաս անես, իհարկե ես իմ ամուսնու հետ էլի դուրս եմ գալիս, ինչ-որ իվենթների եմ գնում, ինչ-որ միջոցառման եմ գնում, միջոցառումների եմ գնում, ճանապարհորդում ենք ուրիշ քաղաքներ, ճանապարհորդում ենք ուրիշ երկրներ, բայց ինձ թվում է ամեն մարդ ունի իր տեղը, ու չի կարա ձեր ամուսինը, ձեզ լինի եւ ամուսին, եւ ընկեր, եւ չգիտեմ հոգեբան, եւ խորհրդակցող, չի կարա լրացնի լիքը տարբեր տեղեր, լիքը հետաքրքրություններ դուք կարաք չկիսեք,
հիմնականում երևի այդ են ամենամեծ բանը, որ առանձնացնում է մեզ, այդ աղջկական, ասենք, ինչ-որ հոբիներն է, հետաքրքրություններն է, որոնք ես միայնակ եմ, հա, այդ ամեն ինչում, կամ կիսում եմ իմ քրոջ հետ, բայց նույնն էլ մյուս կողմից, հա, որ ասեմ, իմ քույրը չի կարա լրացնի էլի մի քանի տեղ իմ կյանքում, լինի ինձ եւ քույր եւ ընկերուհի, ու նույնը ես իր համար այդ չեմ կարա լինեմ։ Ու չնայած դրան, այս աշխարհում կան լիքը հետաքրքիր հոբիներ, լիքը հետաքրքիր բաներ, որոնք կարելի է անել միայնակ։ Ու ուզում եմ անցնեմ այդ իմ հոբիների վրայով ու կիսվեմ այդ հոբիներովս, ինչ-որ հետաքրքրություններով, որ եւս ձեզ էլ կարող է դուր գա հետաքրքրի, ովքեր կիսում են իմ հետ այդ միայնությունը, հա, հոբիներ, ինչ կարելի անել միայնակ, կամ թե ինչ եմ ես անում, ինչ է Էմիլիան անում, ինչ հոբիներով է զբաղվում, որ միայնակ է, կարողանում անել, հա, պարտադիր չի ունենալ ընկերներ դրա համար։ Բայց մինչև այդ ցուցակին անցնելը, կուզեի, որ կոմենտներում գրեիք, եթե դուք նույնպես ես կիսում եք ինձ հետ, ու ոնց եք դուք կարողանում ինչ-որ հետաքրքրություններ գտնել, հա, միայնակ։ Իմ հետաքրքրությունները։ Ես իհարկե չեմ կարա ամենաառաջինը top 1 ամենասիրելի բանը, ամենասիրելի հոբին չնշեմ միանգամից հենց։ Այդ վիդեո խաղերն են։ Ինձ թվում է, այսինքն ինձ թվում էր այդ շատ նիշ բան է, ու ասենց ես մենակ ես եմ, հա, իմ շրջապատում աղջիկ, որ վիդեո խաղերով է հետաքրքրվում, ու իմ շրջապատում կամ իմ subscriber-ների մեջ, իմ follower-ների մեջ չեն լինի ընդհանրապես մարդիկ, անգամ չէի մտածում, որ մի հոգի անգամ կլինի, ով կիսում է իմ հետ սերը վիդեո խաղերի նկատմամբ, բայց փաստորեն կան տենց մարդիկ։ Իմ Telegram ալիքում իմ սիրելի խաղի մասին էի խոսում, Disco Elysium խաղի մասին, ու պարզվեց իմ հետևորդների մեջ կա մի հոգի, ով խաղացել է էլի այդ խաղը։ Ու կիսվում էի նրանով, որ Disco Elysium-ը իմ խաղացած ամենալավ խաղն է, top 1, ամենասիրելի։ Ու այդ մի խաղ է, որտեղ եւ որտեղ կա ամեն մի տիպի արվեստի ճյուղ։ Ամբողջ խաղը դու ոնց որ գիրք կարդաս։ Այնքան բառեր, որ դու կարդում ես ամբողջ այդ խաղի ընթացքում եւ մի գրքի մեջ չես կարդա։ Այդ խաղը ամբողջովին երևի մի ասենք 3-4 գիրք կարդալ է համարվում։ Բացի կարդալուց դու նաեւ ինտերակտիվ որոշումներ ես կայացնում տարբեր դրություններում։ Բացի գիրք կարդալուց այդ խաղը կարելի է ընդունել որպես ինչ-որ երաժշտական կոմպոզիցիա լսել, որովհետև այդ խաղի սաունդթրեքներն են այնպիսի զգացմունքներ, զգացողություններ են առաջացնում, որ համ խաղալուց, երբ որ այդ լսում եմ, ուղղակի թողում եմ խաղը, ուղղակի ասենց փորձում եմ կենտրոնանալ այդ երաժշտության վրա, մելոդիայի վրա, մեղեդիի վրա ու ուղղակի լսել։ Ստոպ եմ տալիս ամբողջ այդ խաղը, ուղղակի լսում եմ։ Նաև այդ խաղը այդ արվեստի գործը որպես իլյուստրացիա, հա, որպես այդ անիմացիան, իլյուստրացիա, որպես նկար, լուբոյ կադրը կարելի է ստոպ տալ, screenshot անել ու դառնա նկար, որը նորից արվեստի մի գործ է, որը առաջացնում է ասենց մեծ զգացմունքներ, այսինքն խաղը ուղղակի իրանով, նենց չի, որ շատ հետաքրքիր սյուժեով, կրակոցի, կամ այդ կրակոցի խաղերը չեմ խաղում, որ ասում են վիդեո խաղեր հիմնականում բոլորը մտածում են կրակոցի սպանոցի խաղեր, բայց չէ։ Այս
խաղը ինքը ուղղակի արվեստի գործ է։ Ես չգիտեի, որ իմ մեջ այտենց էմոցիաներ ընդհանրապես գոյություն ունեն։ Ու ես ինքս զարմանում եմ, թե ոնց է իմ մեջ այտենց էմոցիաներ առաջացնում ուղղակի խաղը։ Այդ խաղը RPG խաղ է, այսինքն դու խաղում ես որպես ինչ-որ մի դեր, հա, դեր ես տանում այդ խաղի մեջ, ու դու տանում ես неадекват, այսինքն ոչ adekvat, ալկոհոլիկ, sense ամորալնի ոստիկանի դեր, ով այնքան է խմել, որ ընդհանրապես չի հիշում երեք ինչ է արել, ու սկսում է նոր օրը, այտենց սկսում ես դու խաղը։ Նույն ձև իրապես դու չես հիշում երեք ինչ է եղել, մենակ նրանով ես հասկանում, թե կողքիդ մարդիկ քեզ ինչեր են պատմում, ու դու փորձում ես այդ ընթացքում, ինչքան խաղում ես, կատարել ճիշտ որոշումներ, փորձել ուղղել քո երեկվա սխալները, կամ էլ ուղղակի հասկանալ, որ այդ սխալները այնքան մեծ սխալներ են, որ ընդհանրապես ուղղել հնարավոր չի, ուղղակի դու այդ սխալների արդյունքն ես տեսնում ու փորձում մի ձև դրա հետ համակերպվել։ Ու այդ խաղով էլ եւ կյանքի մասին շատ մեծ բան կարելի է սովորել։ Բացի Disco Elysium խաղից ուզում եմ մի քանի ուրիշ իմ սիրելի խաղեր էլ նշեմ։ Իհարկե, ոնց հասկացաք, ես ինձ մեծ սիրահար եմ RPG խաղերի, բացի Disco Elysium-ից RPG ամենասիրածս խաղերի երկրորդ խաղը այդ Baldur's Gate 3-ն է։ Baldur's Gate 3 ու այնքան ժամ ինչքան ես խաղացել եմ Baldur's Gate-ը, չգիտեմ, այնքան երկար ժամանակաշրջան, որ ես մինչև հիմա խաղում եմ Baldur's Gate-ը, պատկերացրեք 1000 ժամից ավել ես ունեմ այդ խաղը խաղացած։ Եվ կզարմանաք, թե ոնց, որովհետև ամեն անգամ, երբ որ դու նոր խաղ ես սկսում, նոր բան ես խաղում, նոր բան է կատարվում այդ աշխարհում։ Դու կարես անդադ նոր ընտրություններ անես։ Պատկերացրեք, դուք ունեք անվերջ կյանքեր, այս ձեր կյանքը ապրելու, ու ամեն անգամ ինչքան հնարավորություններ ունեք, ինչքան տարբեր որոշումներ կայացնելու։ Նույն ձև, անգամ 1000 ժամ հետո ես չեմ տեսել ամբողջական այդ խաղի բոլոր հնարավորությունները։ Ու մինչև հիմա ինձ հետաքրքիր է խաղալ, որովհետև անդադ ինչ-որ նոր բան է հայտնվում։ Դրանից հետո այս վերջերս սկսեցի խաղալ Dragon Age-ը, Dragon Age-ի Inquisition-ը հենց, ամենասիրածս է, բայց Dragon Age-ի բոլոր խաղերը շատ լավն են, բացի երևի վերջինից, որ անունն է Wilguard, ոչ ոք չի սիրել, որտեղ ինձ օրինակ չի դուր չի եկել իր խաղի անիմացիան, հա, ոնց է, բայց ընդհանրապես սյուժետը, ամեն սյուժետը դուրս եկել է, սիրում եմ ես տենց թեթև ինչ-որ խաղեր։ Որ հասկանաք այդ Baldur's Gate-ը ու Dragon Age-ը, դրանք ավելի fantasy ժանրից խաղեր են, էլֆեր, դվորֆներ, չգիտեմ, փերիներ, ջրահարսներ եւ այլն։ Իսկ Disco Elysium-ը ավելի սովորական կյանք է, ինչ որ տենց fantasy բաներ չկան։ Baldur's Gate-ը հիմնված է D&D-ի վրա, Dungeons and Dragons խաղի հիման վրա, վերջին անգամ չգիտեմ, երբեի տենց full ասե Dungeons and Dragons, միշտ D&D-ն իմ համար D&D է ուղղակի, ու այնտեղ իհարկե էլֆեր, հա, իմ ամենամեծ սերն, ամենամեծ հետաքրքրությունն է, երբ որ ինչ-որ մի հատ ֆիլմում, ինչ-որ մի հատ խաղի մեջ կան էլֆեր, իմացեք Էմիլիան այդ խաղը խաղացել է, այդ ֆիլմը նայել է, այդ գիրքը կարդացել է, էլֆեր ու այդ ֆանտեզի աշխարհը իմ համար սենց լրիվ ուրիշ բան է։ Առաջ ընդհանրապես չէի սիրում, ֆանտեզի, ֆանտաստիկա ընդհանրապես չէի սիրում, հիմա սկսել եմ սիրել եւ ֆանտեզի եւ sci-fi,
science fiction, այդ ապագայի մասին ավելի տենց ասենք cyberpunk խաղի պես։ Ու ես նշեցի D&D-ն, Baldur's Gate-ը, հա, որ հիմնված է D&D-ի վրա, ու այդտեղ իհարկե ես չեմ կարող չնշեմ, որ ես նաև չեմ ուզում ասեմ մեծ D&D խաղացող, ինձ միշտ անընդհատ հետապնդում այդ imposter syndrome-ը, որ ես չեմ կարող ասեմ, որ ես բլոգեր եմ, ես չեմ կարող ասեմ, որ շատ սիրում եմ, շատ մեծ D&D-ի ֆանատ եմ, որովհետև ինձնից շատ ավելի մեծ ֆանատներ կան, ովքեր հազարավոր ժամեր են խաղացել D&D, բայց ես էլ ինքս էլ խաղացել եմ ու եղել եմ Dungeon Master D&D խաղի ու ասեմ ձեզ, որ այն մարդիկ, ովքեր խաղացել են ինձ հետ, որպես ես Dungeon Master, շատ տպավորված են, թե ինչ լավ, հա, հետաքրքիր կարողանում եմ խաղը առաջ տանել։ Եթե չգիտեք D&D-ն ինչ է, հա, այդ սեղանի խաղը, կարելի է իրեն այդպես ուղղակի բացատրել, որտեղ ամեն մեկը խաղում է ինչ-որ մի դեր։ Դու քեզ վերցնում ես ինչ-որ մի պերսոնաժ ու այդ պերսոնաժի դերն ես ստանում։ Պատկերացրեք փոքր ժամանակ, որ դուրսը խաղում էիք տունտունիկ, ինչ-որ մեկը մաման էր, մեկը երեխա եւ այլն, այսինքն տունտունիկ էիք խաղում։ Բայց տունտունիկի փոխարեն ամեն մեկը տանում է ինչ-որ մի հատ ֆանտեզի պերսոնաժի դեր, մեկը էլֆ է, մյուսը դվորֆ է, մյուսը, չգիտեմ, դրակոն է, մյուսը, այսինքն ես որ անցնում եմ ամբողջ այդ ցուցակով, թե ինչ կարաք լինեք դուք D&D աշխարհում, այդ անվերջ է։ Դուք կարաք լինեք, ասենք, ոտերով լիմոն քայլող, կարաք լինեք սպագետի աստված, սպագետիների աստված, անվերջ է ուղղակի ցուցակը, թե դուք ինչ կարաք ընտրեք լինեք։ Ու այտենց դուք տանում եք այդ դերը ձեր ընտրած պերսոնաժի, ձեր ընտրած հերոսի, ձեր ընկերների հետ, ձեր D&D party-ի հետ, ընկերների հետ, ում հետ որ խաղում եք, դուք անցնում եք տարբեր կվեստներ, հա, կախված ձեր ուժից, տարբեր այս ամենադժվար բառն է փորձել հայերեն թարգմանել։ Ու մտքովս առաջինը ինչ անցավ, արդյոք կա հայերեն D&D club, որ D&D են խաղում հայերենով։ Ինձ թվում է դες բան գոյություն չունի։ Ամեն դեպքում, այտենց դուք ձեր ընկերների հետ ամեն մեկը մի պերսոնաժի դեր է տանում ու դուք ամեն մեկը ունի իր յուրահատուկ ուժը, մեկ ասեմ կարող կախարդ լինի, wizard, մյուսը sorcerer, չգիտեմ, այսինքն մի ռասա ունի, մի պրոֆեսիա ունի ու ամեն մեկը իր յուրահատուկ ունակություններ ունի, որից էլ կախված է թե այդ խաղը ոնց կգնա։ Կան հատուկ rules, կանոններ, որոնցով առաջնորդվում են, հա, հատուկ գիրք գրած այդ խաղի համար, թե դուք ոնց պետք է առաջնորդվեք, ոնց զառը գցեք, ոնց անցնեք այդ խաղը, հատուկ Dungeon Master-ի համար, թե ոնց ինքը պատմի, ոնց առաջ տանի խաղը եւ այլն։ Բայց ամեն ինչ հա հիմնված է այդ կանոնների վրա, բայց երբ որ մենք ենք խաղում, մենք ավելի շատ սիրում ենք իմպրովիզ անել ու ես ավելի շատ սիրում եմ իմպրովիզ անեմ, երբ որ Dungeon Master եմ։ Ու ես իմ բոլոր խաղացողներին ասում եմ, որ ոչ մեկ չգա ու չասի, վայ, դու կանոններով չես խաղում։ Այսքանը պատմելուց հետո ես հասկացա, որ կարող է դուք մտածեք, բա ասում էիր ընկերներ չունես։ Ես խաղում եմ on-line Discord-ի սերվերում մարդկանց հետ, ում տենում եմ չեմ տեսնում, մարդկանց հետ, ում չեմ ճանաչում, այսինքն ես իրանց մասին, իրանց ռեալ կյանքի մասին ոչ մի բան չգիտեմ, ոչ երբ ես խաղացող եմ եղել, ոչ երբ ես Dungeon Master եմ եղել, հա, վարող եմ եղել,
մենք իրար մասին, ռեալ կյանքի մասին ոչ մի բան չգիտենք, այլ ուղղակի խաղում ենք հենց այդ D&D աշխարհում։ Ինձ թվում է D&D-ն լավ պոպուլյար դարձավ Stranger Things սերիալից հետո, ու միգուցե, ես տեղյակ չեմ, բայց միգուցե Հայաստանում կա D&D խաղացողներ, կան D&D խաղացողներ, ու եթե դուք D&D խաղացող եք Հայաստանից, ու դուք պատրաստ եք օնլայն խաղալ, ես մեծ սիրով կմիանամ ձեզ։ Եթե դուք նաև կողոյով օնլայն եք խաղում արդեն, ես մեծ սիրով կմիանամ ձեզ։ Հաջորդ թիվ, ես, երբ որ ինչ-որ մի բան սիրում եմ, ես սենց մի բնավորության գիծ ունեմ, որ ես հիպերֆիքսացիա եմ լինում կոնկրետ այդ մի բանի վրա։ Ինձ շատ դուր է եկել Disco Elysium խաղը, ինչ-որ ժամանակ ես սենց հիպերֆիքսացիա ունեմ մենակ այդ խաղը խաղալու վրա, ու ինձ այդ հերիք չի։ Մենակ այդ խաղ խաղալը ինձ հերիք չի։ Ես բացում եմ նայում եմ TikTok-ով էդիթներ, ես բացում եմ ուղղակի նայում եմ Google-ով լիք նկարներ եւ այլն այդ խաղի մասին ինֆորմացիա, բայց եւս մի բանը, որ ես անում եմ հենց 10 տարի, 15 տարի առաջվանից, երբ որ այդպես հիպերֆիքսացիա է ինձ մոտ կոնկրետ մի բանի մասին, այդ ֆանֆիկներ կարդալն է։ Աղջիկներ, Gen Z աղջիկներ, ովքեր Tumblr են ունեցել, այստեղ եք։ Ես մեծ ֆանֆիկների ֆանատ եմ։ Ֆանֆիկները կոնկրետ ինչ-որ ֆանդոմի մասին, ֆանատները գրում են ինչ-որ պատմություններ։ Նույն այդ հերոսներին են վերցնում ու գրում պատմություններ, կապ չունի, էդի կարա լինի գրքի հիման վրա, ասենք ամենամեծ ֆանդոմը երևի, որի մասին ֆանֆիկներ են գրել, Հարի Պոտերն է, կարա լինի խաղի հիման վրա, օրինակ այս Disco Elysium խաղի մասին ֆանֆիկներ, կարա լինի ռեալ մարդկանց վրա, օրինակ One Direction-ի Harry Styles-ի մասին ֆանֆիկ, ինչի էդի հիշեցի, որովհետև այդ են ամենամեծ հայտնի բանն է, որ սկզբում ֆանֆիկ ա եղել, հետո դարել է ֆիլմ, օրինակ, այդ After ֆիլմը, եթե գիտեք, ինքը ամենասկզբում եղել է Harry Styles-ի մասին ֆանֆիկ։ Ու բացի նրանից, որ ես կարդում եմ ֆանֆիկներ, լիքը, նաև չեմ կարա չնշեմ, որ ես նաև գրում եմ ֆանֆիկներ, լիքը։ Ու երևի առաջին ֆանֆիկը ես գրել եմ 2014 թվականին, երևի չէ, վերջերս էի ստուգում, 13 տարեկանում, այդ ֆանֆիկը եղել է ռուսերեն, ես գրել եմ fic.book.net կայքում, Adventure Time մուլտիկի մասին, Время приключений с Финном и Джейком։ Այդ մուլտիկի մասին ես գրել եմ ֆանֆիկ առաջինը, ու այդ ֆանֆիկը եղել է, մինչև հիմա կա, Жизнь Фионы Маслоу։ Այդ ֆանֆիկը Ֆիոնա Ֆինի աղջիկ տարբերակի մասին է, հենց եմ պատմում, ոնց որ ինձ թվում է մարդիկ գիտեն, Время приключений Финни Джейք, Cartoon Network, չգիտեմ, բայց հույս ունեմ այն մարդիկ, ովքեր հասել են ստեղ ու լսում են ինձ, գիտեն այս ամեն ինչի մասին, բայց չպետք է over explain անեմ, հա, հավելյալ ինչ-որ բացատրություններ տամ ու դուք արդեն գիտեք։ Ուրեմն կա Ֆին ու Ջեյք, ու նաև այդ նույն մուլտիկի մեջ կա պարալելն է վսիլեննայա, որտեղ զուգահեռ իրականություն, որտեղ Ֆինը աղջիկա Ֆիոնայա, Ջեյքը Քեյքա անունը ինքը աղջիկ կատույա, շան փոխարեն, իսկ Մարսելինն էլ Marshall Lee-ա, տղայա։ Ու այն ֆանֆիկը այդ Ֆիոնայի ու Marshall Lee-ի մասին էր։ Սկսել եմ այդտեն սենց ֆանֆիկներ գրելուց, հետո արդեն նոր ամեն մի ֆանֆիկը, որ ես գրում էի, ես ուղղակի վերցնում էի այդ վսիլեննայան, այդ իրականությունը, այդ մուլտիկը, ուղղակի ինձ մտցնում էի այդ մուլտիկի մեջ։ Իսկ ես գրում էի այդ պերսոնաժը, անունն է Էմիլիա, մոտավորապես պատկերացնում էի, օրինակ, ես ինչ ձևի կլինեի այդ իրականության մեջ, մուլտիկի, սերիալի, ֆիլմի, գրքի, կապ չունի։ Ու ինձ մտցնում էի այդ ֆանֆիկի մեջ ու գրում։ Ինչ-որ նոր սյուժե։ Բայց շատ չի այդպես եղել, մի ինչ-որ ժամանակ էր այդ ձև էի գրում,
Իսկ հիմա էլի արդեն անցել եմ ուղղակի sense հիմնական այդ ֆենդոմներում, հա, ֆանֆիկներ գրելու։ Scooby-Doo-ի ֆանֆիկ եմ գրել, որը շատ հայտնի էր դարել։ Երևի առաջին անգլերեն ֆանֆիկներից մեկն էր։ Տենց 2016 թվականներին Hex Girls բենդի մասին։ Hex Girls, եթե ինտերնետում նայեք, իրանք Scooby-Doo-ում 3 աղջիկներ են, ովքեր ռոք բենդ ունեն, կոնցերտներ են տալիս։ Հիմա ես ասում եմ ու ընկնում եմ նոստալգիայի մեջ։ Մինչև հիմա ես գրում եմ ֆանֆիկներ, եթե ամոթ չի ասելը, անկեղծանալը, ես մինչև հիմա ֆանֆիկներ գրում եմ, կարդում եմ ու ֆանֆիկները այդ ամենա չգիտեմ, կայֆ բաներն են, որովհետև մարդիկ ոչ անում են գումար աշխատելու համար, ոչ անում են լայքեր հավաքելու համար, այլ ուղղակի երբ որ մեկը գրում է ֆանֆիկ, ինքը գրում է ուղղակի, որովհետև իրան այդ դուր է գալիս, ինքը իր սիրտ ու հոգի է դրել ֆանֆիկի մեջ։ Նույն ինքս ես, հա, ես ինքս, որ գրում եմ ֆանֆիկ։ Ես գրում էի սկզբում ռուսերեն, ոնց արդեն ասեցի, fic.book.net կայքում, հետո արդեն Wattpad-ում, Wattpad-ը ինձ թվում է ամենահայտնիներից է, ու հետո մի պահ եկավ, որ Wattpad-ում այնքան շատ էր ռեկլամը բացում, ու չէր լինում կարդալ ընդհանրապես, ու ես անցա Archive of Our Own, AO3, այդ ավելի ամերիկյան պոպուլյար կայք է, որի մասին ես այդքան էլ չգիտեի, ու ինչ-որ fanfiction.com տենց կայքում էի ավելի շատ անգլերեն ֆանֆիկները կարդում, բայց ես արդեն վերջում էի վերջի 5 տարի, հա, կարամ ասեմ, որ AO3-ում եմ կարդում, գրում, ու չգիտեմ, այն մարդիկ, ովքեր գոյություն ունեն, ես չեմ հավատում այդ մարդկանց գոյությանը, ովքեր գրում են ֆանֆիկներ, ու ոնց կարող է մարդ տենց մտքի թռիչք ունենա ու տենց սյուժետներ գրի, շատ կան լինեն անհասկանալի, շատ խորը, հուզիչ, շատ ծիծաղելի, շատ կրինժ, ու չգիտեմ, այդ մի բան է, որը ես գրքերում չեմ հանդիպում, որ դու կարաս կարդաս ինչ-որ մի բան, որը քո մեջ առաջացնի շատ տարօրինակ զգացմունքներ։ Նաև մոռացա ինչի մասին էի ուզում ասել, հա, ֆանֆիքշնների մասին ենք խոսում, ուզում եի ասել, թե քանի ֆանդոմում եմ ես եղել, հա, սկսած այդ Adventure Time-ից, հետո Harry Potter-ի ֆենդոմում էի, գրում էի, կարդում էի լիքը, դրանից հետո The Maze Runner, Բեգուշի в լաբիրինտը, հիշում եք, սենց մի հատ ժամանակ կար, որ տենց անտի-ուտոպիա ապագայի մասին ֆիլմերը շատ պոպուլյար էին, այդ Բեգուշի в լաբիրինտի պես, Голодные игры պես, The Hunger Games, ու ես բոլոր այդ ֆենդոմների մասին գրել եմ ու կարդացել եմ ֆանֆիկներ, իսկ հիմա ավելի սենց ինչ-որ շատ սպեցիֆիկ, հա, բաներ եմ կարդում, օրինակ հենց այդ խաղերի ֆանֆիքշններ, Disco Elysium-ի կամ Baldur's Gate-ի մասին։ Բացի ֆանֆիքշն գրելուց, նաև ես գրում եմ ուղղակի օրիգինալ պատմություններ։ Քանի որ ես աշխատում եմ 8 ժամ օրվա մեջ, ու այդ 8 ժամը ես համակարգչի առաջ եմ, ու այդ 8 ժամվա ընթացքում իմ համակարգիչը սկանավորվում է, հա, թե ոնց են ասում, էկրանը սերվում է, թե ինչ եմ անում, ինչպես եմ աշխատում, բայց կան ժամանակներ, երբ որ ես այդ պահին աշխատանք չունեմ, բայց ես ուրիշ բան չեմ կարա բացեմ իմ համակարգչով անեմ, ու ես գտել եմ դրան որոշում, ու ես գրում եմ թղթի վրա գրիչով, շատ old school, հա, բան,
Ու սկզբում գրում էի ուղղակի կարճ պատմություններ, հետո հասկացա, որ այդ պատմությունները կարող են կպնեն իրար ու դառնան մի գրքի չափ բան։ Ու պատկերացրեք, ես տետրի մեջ գրիչով գրել եմ մի գիրք։ Արդեն աշխատում եմ քանի ամիս է, 7 ամիս։ 7 ամսում ես գրել եմ գիրք։ Ես ինքս չեմ հավատում դրան, երբ մի քանի շաբաթ առաջ ես գրեցի ու վերջացրեցի այդ։ Բայց երևի այդ ամենամեծ սխալներից էր իմ, որ ես գրել եմ տետրի մեջ, որովհետև հիմա շատ դժվար է այդ ինչ-որ մի ձև digitalize անել, հա, դարձնել տեքստ դոկումենտ, նախ այդքան ժամանակ չունեմ, դե աշխատանքի ժամանակ չեմ կարա ես գրեմ ինչ-որ դոկումենտի մեջ, որտեղ այդ ամեն ինչը կերևա աշխատանքից հետո ես այդքան ժամանակ չունեմ, ինչ-որ կայքեր էի փորձում գտնել, որ ուղղակի կարամ նկարեմ, նկարով ուղարկեմ, այդ ամեն ինչը տեքստ դառնա, բայց իմ ձեռագիրը ընդհանրապես ոչ մի կայք, ոչ մի, չգիտեմ, AI չի հասկանում, որ կարա նորմալ գրի, ու իրականում, եթե անկեղծ լինեմ, այս AI-ի դարում ես մի քիչ վախում եմ իմ գրած իդեաները կիսվեմ, չնայած ես ինքս AI-ից շատ օգտվում եմ, լիքը տարբեր հարցերով, հա, AI-ին եմ դիմում, բայց երբեք իմ օրիգինալ իդեաները չեմ կիսվում AI-ի հետ, որովհետև, չգիտեմ, ես շատ վախեցած եմ, որ այդ ամեն ինչ օգտագործվում է հետո AI-ի կողմից։ Այսինքն տենց էլ կա։ Դրա համար ուղղակի փորձում եմ ինչ-որ մանր անդադ փոքր ժամանակներ գտնեմ ու ինքս այդ ամեն ինչը գրեմ։ Բայց այդտեղ նաև կա մի հատ երկրորդ խնդիր, որ գրելու ժամանակ, երբ որ ես արդեն դա գրել եմ իմ ձեռքով, վերջացրել եմ, երբ որ ուղղակի հավաքում եմ համակարգչի մեջ, ես չեմ կարող ինչ-որ տեղ ստոպ չտամ ու մտածեմ, այս նախադասությունը կարա ավելի լավ գրեի։ Արի մտածեմ, ու տենց արագ այդ մի edge-ը, որ կտևեր, ասենք 5 րոպե գրելու համար, ես անցկացնում եմ մի ժամ, որովհետև այդ պայտակ սկսում եմ մտածել, բայց կարելի է ինչ-որ sense մի բան անել, այսինքն մի բան ավելացնել ստեղ, sense ինչ-որ մոմենտ ավելացնել եւ այլն։ Ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց այդ էլ իմ սիրելի հոբիներից մեկն է գրելը եւ օրիգինալ պատմություններ եւ ֆանֆիկներ։ Նաև այստեղ ուզում եմ անպայման նշեմ, որ իհարկե իմ առաջին գիրքը չի։ Նաև էլի դրանից առաջ գրել եմ երևի մի 5-6 պատմություն, երևի մոտավորապես 30-40 էջանոց, մինչև 50 էջ կարելի ասել։ Բայց ընդհանրապես մի հատն է, որը մոտավորապես տենց 300 էջ գրել եմ ձեռքով։ Օգտագործել եմ 10-ից ավել գրիչ։ Ու իմ ամուսինը իմ վրա զարմանում էր ու ծիծաղում էր, որ ասում էր, ես իմ կյանքի ընթացքում այդքան գրիչ չեմ օգտագործել, ինչքան որ դու վերջին մի քանի ամսում։ Ու իմ այդ մյուս պատմություններն է, որոնք կարճ են, իրականում ուզում եմ իրանց վրա էլ աշխատել ու դարձնել գրքեր։ Ու այդ որպես գիրք, որպես տենց օրիգինալ գիրք, անվճար կարող եք մտնել կարդալ հետո online, որովհետև այդ ինչը, որ ես գրել եմ Archive of Our Own կայքում, այդ ամեն ինչը share եմ արել, որպես բաց աշխատանք իմ անվան տակ։ Բայց իհարկե իմ անունը ես չեմ ասի, հələ որ ոչ մեկ ինձ հույս ունեմ դեռ չի կարանա գնա գտնի AO3 կայքում։ Դեռ վերջացրած չի այդ գրածս գիրքը, որը որ post-ում եմ, հա, այդ կայքում, որովհետև դեռ մանրից նոր հավաքում եմ, բայց որպես տեքստ տետրի մեջ ինքը վերջացրած է։ Լավ, անցնեմ
գրելու հոբիի մասին, հետո առանձին մի հատ վիդեո կնկարեմ ու կպատմեմ իմ գրքերը, իմ պատմությունները, ավելի ճիշտ, ինչի մասին եմ գրում, որտեղից են այդ իդեաները ինձ գալիս, ինչն է ինձ ոգեշնչում, ինձ թվում է դա շատ հետաքրքիր մի հատ վիդեո կլինի, որովհետև էլի ժամերով ես կարամ նստեմ ու խոսամ իմ պատմությունների, իմ գրքի մասին, պերսոնաժների, որոնց ստեղծել եմ, այդ արդեն լրիվ ուրիշ երկար թոթոլ վիդեոյի համար թեմա է։ Եվս մի հոբի, որը մեծ տեղած զբաղեցնում եմ կյանքում, այդ սպորտն է, ու սպորտը իր տարբեր տեսակներով, առաջ ես վազում էի, ուղղակի դուրս էի գալիս, հագնում էի բոթասներ, սպորտային հագուստ ու դուրս էի գալիս ծովի ափով վազելու, ու վազում էի սկզբում 5 կիլոմետր, 10 կիլոմետր, 17 կիլոմետր, կես մարաթոն, 21 կիլոմետր, ու 21 կիլոմետրի վրա ես դադար տվեցի, երբ որ սկսեցի արդեն 2 շաբաթը մեկ 21 կիլոմետր էի վազում, պատրաստվելով մարաթոնի, որը պետք է լինի հաջորդ ամիս, որին ես չեմ մասնակցելու, ես ստոպ տվեցի ու էլ շարունակեցի, որովհետև զգացի, որ վազելուց սկսում են իմ մոտ հոդերի ցավեր, ավելի սպեցիֆիկ նշեմ, ծունկս սկսում է ցավալ, դա կարա լինի ոչ տենց թանկ պրոֆեսիոնալ բոթասներից օրինակ, բայց արդեն այն մոմենտին է եկել, որ վազելը էլի ինձ չէր տալիս այն, ինչը տալիս էր այն սկզբում, ու վազելը իմ համար մեդիտացիայի պես մի բան էր, սկզբում, երբ որ ես ուղղակի նաուշնիկներս դնում էի, երգ մի ասում էի, ուղղակի վազում էի, ես հասկանում եմ, որ ես տեղում չեմ, երբ որ ես վազում եմ, ես այդ տեղում չեմ, իմ միտքը իմ մարմնի մեջ չի, իմ մարմինը կատարում է ինչ-որ մի աշխատանք, ուղղակի վազում է, աչքերս տեսնում են, ոտքերս վազում են, որ ոչ մի բանի չխփվեմ, բայց իմ միտքը իմ գլխում չի, այդ ամբողջ վազելու ընթացքում ես մեդիտացիայի ինչ-որ սաստայանիայի մեջ էի, իմ մտքերը լրիվ ուրիշ տեղ էին, ես անդադ ինչ-որ բաների մասին եմ մտածում, չգիտեմ, միտքս թռնում էր, տիեզերք հետ էր գալիս, բայց իմ մարմինը վազում էր, ու այդ էլի ինձ այդ մեդիտացիայի ժամանակն էր տալիս, որը ինձ կտրում էր կյանքից, ինչ-որ մի ժամանակով, տալիս էր նաև ժամանակը այդ իմ խնդիրների, իմ պրոբլեմների, ինձ անհանգստացնող բաների մասին մտածելու, որովհետև անգամ օրվա մեջ շատ քիչ է լինում, որ գիտես ինչ, ուղղակի նստում եմ, ուղղակի նստեմ մտածեմ, շատ քիչ է տենց լինում, իսկ վազելը ինձ տալիս էր այդ ժամանակը մտածելու, բայց բացի և նրանից, որ ծունկը սկսում էր ցավել վազելուց, չնայած ես լիքը կարդում էի, փորձում էի ճիշտ ձևով վազել, ճիշտ պերիոդներով վազել, ճիշտ կիլոմետրեր վազել, որ մարմնիս վրա առավել ինչ-որ ծանրություն չդնեմ, բայց նաև էլի մի հատ խնդիր է վազելը առաջացնում, որ մարմինս փոխվում էր դեպի վատը, որովհետև առաջանում են ոտքերի վրա մկաններ, որոնք ինձ այդքան էլ դուր չէին գալիս, իսկն դեպի վատը ասելով, վատը էսթետիկորեն ու իմ աչքի համար, բայց իհարկե մարմինս առողջական մասով դեպի լավն էր գնում, որովհետև այն ձևով, թե ոնց իմ թոքերն էին կարողանում շնչել, իմ թոքերը երևի չէին կարողացել շնչել վերջին քանի տարիների ընթացքում, այն փոփոխությունը, որոնց ես զգացել եմ ամենաառաջին վազելուց, որ ես հազիվ մի կիլոմետր էի վազում, ու վերջին իմ վազելը, ասենք 21 կիլոմետր,
թե ոնց են իմ թոքերը կարող դիմանան, թե իմ ոտքերը ոնց են կարող դիմանան, իմ մարմինը ոնց է կարող դիմանա երկար ժամանակ, հա, այդ վազելու սաստայանիայում մնալով, բարձր սրտի աշխատանքի մեջ մնալով, ես ինքս իմ վրա զարմանում եմ, ես չգիտեի, որ ես կարամ, ես այդքան այդ ուժը ունեմ։ Բայց ես եկավ սենց մի ժամանակ, որ ես հասկացա, ես էլ այդ հավեսը չունեմ, ես ինքս ինձ արդեն ապացուցել եմ, որ ես այդ ուժը ունեմ, ես այդ ամեն ինչը կարող եմ անեմ, բայց ես պայտրությամբ ես էլ չեմ ուզում շարունակեմ։ Շնորհակալ ես մարաթոնին, որ պատրաստվում էի, նպատակս դրել էի, բայց ծնկիս ցավը սկսելուց հասկացա, որ էլ չեմ ուզում ստիպեմ ինձ մի բան անել, չեմ ուզում մարմնի ստիպեմ մի բան անել, որ հանկարծ այդ ինչ-որ մի վատ ձևով առողջական դուրս չգա հետո։ Ու հա, ինչքան էլի ասեցի, որ փորձում էի վիդեոներով, կարդալով, փորձել հասկանալ ոնց ճիշտ վազել, ճիշտ կիլոմետրեր ընտրել, որ մեծ նագրուսկա չլինի ինձ վրա, բայց մեկը էլի վազելը վերջացավ նրանով, որ ծունկը սկսեց ցավել։ Հիմա արդեն վազելը թողել եմ մի ամսից ավել, ծունկս ընդհանրապես չի ցավում, ու ես հիմա արդեն ստաբիլ յոգայով եմ զբաղվում։ Ամեն օր մինիմում 30 րոպե յոգան իմ օրվա մեջ կա, որովհետև աշխատանքից տեղը ես ունեմ 30 րոպե պերերիվ, ու անպայման է իմ 30 րոպե պերերիվի ընթացքում ես յոգայով եմ զբաղվում, եթե ոչ մի ժամ ավել։ Ես Հայաստանում էլ դրանից առաջ յոգայով էի զբաղվում, էլի ստաբիլ, շաբաթը 2-3 անգամ։ Հիմա YouTube-ով ուղղակի մի վիդեո եմ գտել 30 րոպե ու մի ժամ, այդ նույն աղջկա նույն ալիքի վիդեոն, որը դուրս շատ է գալի, արդեն այնքան եմ արել, որ անգիր եմ արել բոլոր պոզաները, հա, ամբողջ այդ վիդեոն ու մեկ անգամ չեմ էլ միացնում, ուղղակի հիշելով անում եմ։ Ու արդեն սկսել եմ անել advanced level-ի յոգա, տարբեր պոզաներով, headstand-երով, այսինքն ձեռքերիս վրա ես ամբողջ մարմինս կարողանում եմ պահել, ձեռքերիս, գլխիս վրա, ու ոնց վազելու մասին ասեցի, տենց սրա մասին եմ ուզում ասեմ, որ ես երբեք չի հավատա, որ իմ մարմինը ունակ է այդ անելու, որ իմ ձեռքերը ունակ են ամբողջ իմ մարմնի քաշը ձեռքերիս վրա պահելու, այսինքն իրենց վրա պահելու, ու ես հասկանում եմ, որ իմ կյանքում ես ամեն անգամ պետք է դնեմ ինքս ինձ վրա ինչ-որ մի նպատակ, որ ինքս ինձ ապացուցեմ, որ ես այդ կարողանում եմ անել։ Առաջ ես մտածում էի առանց փորձելու, ես մտածում էի, որ չէ, լավ, այդ հնարավոր չի։ Օրինակ հենց որ նայում էի on-line, հա, YouTube-ով, տեսնում էի ուրիշները sense կարող են ձեռքերի վրա իրենց պահեն ամբողջ մարմինը, զարմանում, ու ես միանգամից ինքս ինձ ասում էի, իմ ուղեղում մի միտք էր, չէ, դու տենց հաստատ չես կարող անես, այս երևի իրանք տարիներով են փորձել, որ կարողացել են տենց անել։ Բայց ես ինքս ինձ ապացուցեցի, որ այդ տենց չի, որ իրականում իմ մարմինը, ես, ոչ միայն մարմինս, իմ միտքը շատ ու շատ ավելի բաների է կարող, քան ես կարծում եմ, ու այդ լիմիտները, այդ սահմանները, որ ես դնում եմ ինքս ինձ վրա, միայն ինչ-որ փուչ բաներ են, որ ես ինքս ինձ եմ սահմաններ դնում, ու ես եմ, որ ինձ չեմ թողնում աճել ու այդ իմ ունեցած պատալոկը, հա, կոտրել ու ավելի աճել, ինչ-որ նոր բաների հասնել։ Ու դրանից հետո էր, որ ես արդեն էլ տենց ուղղակի մտածելով, որ չէ, ինձ դուր չի գա, չէ, ես տենց չեմ կարանա անեմ, որոշումներ չի կայացնում։
փորձում էի, նոր էի ասում, ինձ դուր է գալիս է թե չէ։ Փորձում էի, նոր էի ասում, չէ, ես հիմա ես կարամ, թե չեմ կարա, այլ ոչ թե սենց ուղղակի օդից մտածում ու որոշում կայացնում, որ ես չեմ կարա տենց անեմ առանց ինչ որ փաստացի, առանց ինչ որ փաստերի հիման վրա։ Նաև ասացի, որ սիրում եմ գրել, չէ՞։ Եվի պարզը դրանից, որ ես սիրում եմ նաև կարդալ։ Այստեղ գրադարանում եմ գրանցվել ու գրադարանից գրքեր եմ վերցնում։ Անգլերեն գրքերը շատ քիչ են, բայց նաև կան ռուսերեն գրքեր, որոնք անգլերեն գրքերից էլ քիչ են, ու իսպաներեն կոմիքսներ։ Այսինքն կարդում եմ իսպաներեն կոմիքսներ, որտեղ դեռ իսպաներենով ուղղակի հենց գիրք կարդալը իմ մոտ այդքան էլ հեշտ չի ստացվում։ Շատ հետաքրքիր կոմիքսներ ու գրաֆիկ նովելներ կան այստեղ իսպաներենով ու կարդում եմ անգլերեն գրքեր, այն ինչը որ գրադարանը կառաջարկի, ինչը որ գրադարանում կլինի։ Այս վերջերս կարդում էի Game of Thrones-ը, Game of Thrones-ի բոլոր գրքերը կան, բոլոր մասերը կան գրադարանում, ամեն մասից մի քանի տարբեր թողարկություններ, որովհետև այդ ամենահայտնի բանն է այստեղ, դրա համար էլ անգլերենով այդ մի բանը առկա էր, ու այդ ամբողջը կարդացի, ու ես հասկացա, որ Game of Thrones-ը եւս մի այդ ֆանդոմ է, որ ես շատ սիրում եմ ու կսիրեմ։ Հիմա օրինակ սպասում եմ անհամբեր, որ դուրս գա House of the Dragon-ի նոր սեզոնը, ու քանի որ ոնց ասում, ինձ հերիք չի ուղղակի սերիալը այդ նույն բանի մասին, ինձ հերիք չի գիրքը այդ նույն բանի մասին, ես նորից սկսել եմ կարդալ ֆանֆիկներ Game of Thrones-ի մասին, House of the Dragon-ի մասին, ու A Night of the Seven Kingdoms-ի մասին, որտեղ սերիալը վերջացել է արդեն, այդ մի սեզոնը նայեցինք բրծավ, ինչ անենք, չենք դնելու, սպասենք տարիներով, մինչև երկրորդ սեզոնը դուրս գա։ Կարդում ենք ֆանֆիկներ։ Նաև այս վերջերս կարդում էի Ֆյոդոր Դոստոևսկու The Idiot-ը անգլերենով։ Երբեք չէի կարդացել Դոստոևսկի անգլերեն։ Դոստոևսկի ռուսերենով փորձել էի սկսել կարդալ ու կիսատ էի թողել, ու այդ ասում եմ երևի մոտ մի 5 տարի առաջվա բան էլի, ու դրանից հետո տենց չի տվել ինչ-որ մի նոր շանս Դոստոևսկի կարդալու, բայց կարդալուց հետո հասկացա, որ եթե անգլերենով է այդ սենց լավ գրած ու սենց խորը, սենց ինձ հետաքրքրող, ռուսերենով ինչքան ավելի լավը կլինի։ Չնայած իմ համար ռուսերենը շատ ավելի լայն բառապաշարով, ռուսերենը ավելի շատ մեծ հնարավորություններով լեզու է, ավելի շատ հնարավորություններ է տալիս կարելի լինել ճիշտ արտահայտել եւ ֆիզիկապես եւ հոգեպես հերոսների դրությունը, ու ես հասկացա, որ ես ուզում եմ ռուսերենով կարդալ Դոստոևսկու Իդիոտը, բայց այս պայմանությամբ դեռ չունեմ այդ հնարավորությունը։ Նույն բանը, հայոց նույն բանը նորից ուզում եմ կարդալ ռուսերենով, որովհետև ինձ այս բանը ես հիմա հասկացել եմ, ինձ ոչ թե ավելի շատ հետաքրքրում է գրքի սյուժեն, երբ որ ես գիրք եմ կարդում, այլ հետաքրքրում է, թե ոնց են նախատեսությունները կազմված, ոնց են պարագրաֆները կազմված, ոնց է նկարագրությունը ինչ որ մի զգացմունքի։ Ես ավելի շատ այդ կողմից եմ նայում, այդ կողմից եմ կարդում գիրքը։ Բոլոր սուպեր ֆանտազիա ունեցող մարդիկ ինպես ինձ կհասկանան, երբ որ գրքի մասին եմ խոսում, բայց ես նայում եմ այդ գիրքը։ Ես չեմ կարդում, ես նայում եմ այդ գիրքը։
Հենց նոր նայեցի, թե քանի րոպե է անցել այս զապիսից, այս վիդեոն ինձ սկսել եմ ու արդեն լրանում է մի ժամը, 60-րդ րոպեն։ Երևի թե այստեղ ես կավարտեմ, հուսում եմ շատ տարբեր թեմաների մասին խոսացի, բայց հիմնական թեման, հա, այդ ամեն ինչը մի զամբյուղի մեջ դնող, այդ հոբիներն էին միայնակ, հոբիներ, որոնք կարելի անել միայնակ, ու ընդհանրապես միայնակ լինելը, հա, հուսում եմ մարդ պետք է միայնակ լինի, ժամանակ ունենա, մի ժամ այսինքն, որ նստի ուղղակի ինքը իր հետ խոսա, ինպես միայնակ լինի, որ կարողանա սենց վիդեո նկարի ու գցի։ Կստացի, ամբողջ վիդեոյի ընթացքում եթե վիդեոն ինձ նայում էիր, ինչ, հետաքրքիր է իմ միկրոֆոնը, առաջին անգամ եմ ես միկրոֆոնով զապիս անում ու քանի որ ես ունեմ trust issues ու չեմ կարող վստահեմ տենց մի անգամից, նույնիսկ այս միկրոֆոնին ես չեմ վստահել ու չնայած ես փորձարկել եմ ու ինքը նորմալ աշխատում էր, բայց նավսյակի երկու տեղով եմ ես ձայնը զապիս անում, և միկրոֆոնով, և հեռախոսով, որ նավսյակի եթե հանկարծ ինչ-որ մի հատ պրոբլեմ լինի, ես չկորցնեմ այս մի ժամանոց վիդեոն, նենց որ, չգիտեմ, այս վիդեոն նայելուց երևի արդեն կհասկանաք, միկրոֆոնի ձայնն է իրա մեջ, թե ուղղակի իմ հեռախոսով զապիս արած ձայնը։ Այսքանը, եթե ինչ-որ կոնկրետ թեմա հետաքրքրեց, սպեցիֆիկ թեմա այսքան եմ խոսացածից կամ ամբողջ եմ անգամ խոսացածից դուրս եթե ինչ-որ թեմա կա, որ հետաքրքրում է, կարաք կոմենտներում գրեք ու ես մեծ հաճույքով այդ թեմայի մասին վիդեո կանեմ ու կխոսեմ։ Ես ընդհանրապես չհասկացա, թե ոնց այս մի ժամը անցավ գնաց ու հուսնում եմ, որ եթե նայում ես քո համար էլ կամ լսում ես քո համար էլ շատ արագ անցավ ու չէիր մտածում, բայ երբ այս աղջիկը խոսալու բրծնի արդեն։ Ու չմոռանաս լայքես, բաժանորդագրվես իմ ալիքին ու մի հատ կոմենտ թողնես, որ ես հասկանամ, որ այս տեսակի վիդեոները դուր է գալիս ու շարունակեմ սենց վիդեոներ նկարելը։ Մերսի նայելու համար ու կտեսնվենք։ Բայ բայ, ձեզ մաղթում եմ լավ օր։